Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև նոր սկանդալ է հասունանում այն աստիճանի լարված, որ նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների հետ կապված։ Ադրբեջանը ռուսական կողմին խիստ բողոք է հայտնել հունիսի 27-ին ռուսական անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների բնակարաններում կատարված շուրջկալների կապակցությամբ։ Այդ ընթացքում սպանվել են 2 ադրբեջանցի, մի քանի մարդ ստացել է ծանր մարմնական վնասվածք, 9 հոգի ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է 2 ադրբեջանցիների նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ այնպես չէ, որ նոր է սկսվել լարվածությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև։ Դա նախապատմություն ունի։ Կարող է դա լինի Իրանի դեպքերի հետ կապված, կարող է դա լինի ներքին խնդիրների հետ կապված։ Կոնկրետ այդ տարածաշրջանում ադրբեջանցիները իրենց նենց վարկագիծն պահել, որ Ռուսաստանը որոշել է այդ տեսակի գործողություններ անել։ Այն, որ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, փաստում է նաև Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը։ Պատգամավորը հայտնել է, Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից չէ, որի անդամների նկատմամբ կիրառվում է ռազմավարական գործընկեր հասկացությունը։ Զատուլինը հայտնել է նաև, որ Արցախի հայ բնակչության տեղահանումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը իր անկախության ամբողջ պատմության ընթացքում ռազմավարական գործընկեր չի եղել հենց սկզբից, ինչը մոլորություն է մեր կողմից։ Ես չի չէ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները փայլուն են երբևէ եղել։ Դες թվում է Ռուսաստանը հատուկ ծառայություններ չունի, Ռուսաստանը տեղեկություններ չի ստանում, Ռուսաստանը ավելի լավ չի իմանում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Երեք չի այդ նույն ասում Շուշին, Թուրքիայի հետ դեկլարացիա է ստորագրում։ Երեք չի կազմակերպում է Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան մեծ հանդիպումներ նույն Վերդորի շրջանում, ինչը որ նշանակում է նախկին Արցախյան տարածաշրջան։ Այդ միասին կան տեղեկություններ, որ իսրայելական անօթաչուներն են այդ կողմից բարձրացել թռել, ինչը նշանակում է հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանը ունեցել է ուրեմն շահեր, որ այդ տարածաշրջանը շատ կարևոր է։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցներ նախատեսված Ադրբեջան ռուս-ադրբեջանական լարվածության այս ֆոնին այդ այցը չեղարկվել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների չեղարկման պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ իրավապահ մարմինները Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության գրասենյակում գործողություններ են իրականացրել։ Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր երկրում Սպուտնիկի գործունեությունը դադարեցնելու մասին։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական լրատվամիջոցը կարող է միայն մեկ հավատարմագրված լրագրող ունենալ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան է հայտարարել, թե Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները 2 ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել ռուսաստանցի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ առանց պատճառները բացատրելու։ Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հայտարարել է, թե Մոսկվան ցավում է Եկատերինբուրգում իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի միջոցառումները չեղարկվելու Բաքվի որոշումների համար։ Պեսկովը հայտնել է նաև, որ կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների եւ բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի համար դեմարշի պատճառ են դարձել։ Հունիսի 28-ին Շիրակի մարզում դանակահարություններ են եղել։ Մանրալիկ ու մաներ ու փեսա են վիճել, վեճը շարունակվել է Հրանտ Շահինյան փողոցում։ 2 տղամարդ են միջամտել, փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը։ Հենց այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածել է նրանց, ապա մեքենայով դիմել փախուստի։ Այդ 2 քաղաքացին դանակահարված տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են բջջային հեռախոս, հողաթափ եւ արծաթափայլ դանակ։ Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Արսեն Ոսկանյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ժամանել են նաև համայնքային ոստիկանության անի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի եւ տեղակալի գլխավորությամբ։ Ահազանգով նաև ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։ Ոստիկաններն ու քննիչները գիտեն ենթադրյալ կասկածյալ ինքնությունը, անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դրսից երևում է իր ուղղած։
երկու տակ պատա, երկու տակ պատի մեջտեղի լցած լիցքը արդեն բանի պետք չի։ Մեծամոր խոշորացված համայնքի ակնալիջ բնակավայրի Գառնիկյան փողոցի 3-րդ շենքը ամեն պահի կարող է փլվել։ 3 հարկանի 2 մուտքանի այս շենքն անմխիթար վիճակում է։ Պատերն ու հիմքերը թուլացել են, բնակիչները վախը սրտներում են գիշերում այդտեղ։ Ջուրը միացրել եմ։ Ջուրն ու հոսանքերն է։ Ինչքան երեխա կա։ Էսա ճար, սաղ, այսինչ։ Այդ էստը մտեք նայեք, ավելի բարձ ապա։ Շատ է փլվել, ճակատը միշտ փլվել է այն կողքի մուտքը։ Մենք սարքել ենք բնակիչներով, ամեն անգամ քանդվել է, մենք սարքել ենք։ Օ, հա, իսկ դա տեսես չեմ ան։ Մարդիկ իրանք Բայց հիմքը վտանգավոր է, էլի ժողովուրդ ջան, անկեղծ վտանգավոր։ 9 մետրի վրա մոտավորապես 60 սանտի շենքը թեքված է։ Ջրերը պատի, ջրագծերը պատի վրա բայթում։ Հոսանքին ու բան։ Ջանդամ երեխեքն են էս ապագա։ Ակնալիջցիներն ասում են իրականում շենքը 4-րդ կարգի վթարային է, բայց վիճակը մեղմելու համար ներկայացվում են որպես 3-րդ կարգ, բայց ոչ հիմքերի, ոչ էլ պանելների ամրացման աշխատանքներ չեն կատարվել։ Բան չի կորում, ոչ էլ Բայց նա շենքը պատալոգը լրի նստած է։ Մի 10 օր առաջ եկել են ներքին գործերի նախարարությունից ուղարկել են սեյսմիկ կայանից, որպեսզի չափագրեն։ Սովորական հեռախոսով մի երկու հատ նկար են արել, առանց որևէ գործիքի, որևէ բանի։ Մի երկու հատ չխ կարեցին, նույնիսկ այս պատը որ փլվում է, իրանք նույնիսկ էս չեն նկատել։ Գնացել են, չեն այնքան անուշադիր են ու անտարբեր են։ 3 հարկանի շենքը գրանցել են 4 հարկանի։ Դուք պետք է ապեսեք այս փոխումը։ Թույլ չեն տալիս, որ գազաֆիկացնենք, ասում են վթարային է։ Բայց գազի խողովակը սիրում եմ, ասես մեր պատի վրայով գնում է։ Բայց մեջը գազ կա։ Գազ կա մեջ, հա։ Մյուս շենքերն են մատակարարում։ Մեր պատի վրայով տանում են մյուս շենքերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին ու Արմավիրի մարզպետին են դիմում իրենց վերաբնակեցնելու խնդրով դժբախ պատահարներից խուսափելու համար։ Ուզում են այս անգամ հավատան, որ կառավարությունը թեպետ նշում են, որ բազմաթիվ անգամ դիմել են կառավարություն, մարզպետարան, ոչ մի մարզպետ, կառավարության ոչ մի ղեկավար հարցին լուծում չի տվել։ Ամեն անգամ խոստացել են, նույնիսկ բնակիչներն արդարացիորեն նշում էին, որ ընտրություններից ընտրություն գալիս խոստանում են, որ հարցը կլուծեն, բայց ընտրությունները վերջանում է, այդ ընտրվողները հոդս են ցնդում։ Մարդիկ, որոնք հուսահատության պահին դիմել էին արբիտրաժին, կարծելով, որ նա կկարողանա դուրս բերել իրենց դժվար վիճակից, ստիպված եղան հիասթափվել։ Բացահայտվել է մի հանցագործություն, որն իր տեսակով եզակի է։ Այս անգամ հանցագործը պարզապես օրենք խախտած մեկը չէ, այլ մեկը, որի գործողությունները պետք է միտված լինեին մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Արբիտրաժային ընկերության տնօրենը, որն իրավասություն է ունեցել քննելու քաղաքացիական վարույթներով ծագած գույքային վեճերը, ներկայանալով իբրև դատավոր կատարել է մի շարք անօրինական գործողություններ։ Մասնավորապես որոշ դրվագներով կատարել է խոշոր չափերի խարդախություններ, խարդախության եղանակով հափշտակել է որոշակի քանակի գումար հստակ քաղաքացիներից, ինչպես նաև կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ եւ վճիռներ։ Արբիտրը իրեն դիմաց քաղաքացուց ստացել է ընդհանուր 1.200.000 դրամ, սակայն ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կատարել է միայն 183.000 դրամի չափի վճարումներ, այդ կերպ հափշտակելով գումարի մնացած մասը ավելի քան 1 միլիոնը։ Բացի այդ, այս արբիտրն իր քննությունը ոչ թե ենթակա քաղաքացիների հարցերի լուծման նպատակով է անցկացրել ձևական դատեր, նիստեր, այլ կայացրել վճիռներ ամուսնալուծության ու անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցերով։ Նշված երկու դեպքերով արբիտրը հափշտակել է 1.400.000 դրամ։ Տնօրենը ընկերության, ով հանդիսացել է արբիտրը, կայացրել է ինքնուրույն որոշումներ, որոնք վերաբերել են տարբեր բնույթների, մասնավորապես տրանսպորտային միջոցներ ժամանակավոր վարելը թույլատրելու վերաբերյալ, ամուսնալուծության վերաբերյալ, ինչպես նաև գույքի սեփականության իրավունքը մի քաղաքացուց մյուսին անցնելու վերաբերյալ նմանատիպ որոշումներ, որոնց իրավասությունը վերջինս չի ունեցել։ Մասնագետների դիտարկմամբ այս հանցագործություններից խուսափելու դրանց դեմ պայքարելու միջոցը իրավագիտակից լինելն է, իրավական գիտելիքների պակասն է նպաստում խաբեության զոհ դառնալուն։ Եթե որևէ մի արբիտր ներկայացնում է, ասում է կամ գովազդում է, որ ինքը SSS տիպի վեճերներ կարող է քնել, որ մարդը ուղղակի իրազեկ լինի, որ դա դուրս է արբիտրի շրջանակներից եւ եթե չդիմի։
Նման դեպքերի հանդիպելիս ոլորտի փորձագետները հորդորում են համապատասխան մարմիններ հաղորդում ներկայացնել։ Միջազգային փորձն է օրինակ բերում նկատելով, եթե մեր երկրում նույնիսկ տեղյակ չեն արբիտրի գործառույթներին, աշխարհում հակառակն է մարդիկ փորձում են իրենց վեճերը կարգավորել հենց արբիտրաժի միջոցով, քանի որ այն ավելի հեշտ, արագ ու արդյունավետ է։ Կարող է իհարկե բացասական ազդեցություն ունենալ, երբ որ մարդիկ արդեն ավելի վերապահումով մոտենան այդ ամենին եւ ընդհանրապես էլ որքան գիտեմ, այդքան պոպուլար չի մեր մոտ այդ ընդհանրապես այդ արբիտրաժը, մարդիկ ոնց որ ավելի նախընտրում են դիմել դատարանների։ 1,400,000 դրամ հափշտակած արբիտր կոչվածի վերաբերյալ քրեական գործը դատարանում է, իսկ տուժածները դեռ սպասում են արդարության։